Տիկին Հովսեփյան, եթե չընտրվեք այս քրեական նորից առաջադրի ձեր ստանդարտություններ թե ոչ։ Եթե չընտրվեմ, իսկ ես մեծ հույս ունեմ, որ չեմ ընտրվի, որ ես հույս ունեմ, որ չեմ ընտրվի, որովհետև փաստացի ես նշեցի, որ ես ունեմ այս հանձնաժողովի հետ կապված իմ մեր ֆրակցիայի որոշակի մոտեցումները, որ պետք է անկեղծ լինենք մեր ժողովրդի հետ, պետք է աշխատենք հենց մեր ժողովրդի առօրյա կյանքում որակական փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, կարծես թե այդ օրը պատգամավորների հատկապես, ոչ թե հատկապես մասնավորապես քաղաքացիական պայմանագրի պատգամավորները այդպես չէին կարծում, եւ եթե նրանք այդպես չեն կարծում, հետեւաբար կա արդեն իսկ որոշակի տարբերություն մոտեցումների։ Իմ կյանքում ոչինչ չի փոխվելու, մենք եկել ենք ազգային ժողով աշխատելու, անկախ նրանից, որ հանձնաժողովում լինի, այդ հանձնաժողովում ինչ կարգավիճակում լինի, շարունակելու ենք ինտենսիվ աշխատանքները, թե այլ թեկնածու, պատասխանը հարցը դա է, այլ թեկնածու կլինի, կառաջադրվի, թե ոչ, ֆրակցիան կորոշի ու բան կանենք, հասկանանք։ Ինչպես? Իշխանությունը կարող է մի մեթոդ կիրառել, օրինակ չընտրի փոխնախագահը կառավարի, դուք ինչ կանեք։ Տեղյակ եմ, այդ դեպքում ամեն դեպքում մենք, ինչպես ասեցի, մեր աշխատանքները որպես հանձնաժողովի անդամ, սովորական անդամ շարունակելու ենք այնպես որ մեր գործերը։ Տիկին Հովսեփյան, մեկ բան ճշտում եմ, ես հավատում եմ։ Տիկին Հովսեփյան, ձեր դիմում գրելու հետ կապված երեք ասեցի 23 թվականին եք դիմումը գրել, ճիշտ է, չէ՞։ Շատ պարզ գնանք, նոյեմբերի 9-ից հետո 20 թվականի հաջորդ օրը ես արտաքին գործերի նախարարությունում իմ դիմումը գրել եմ աշխատանքից ազատման։ Ինձ նման նաև գրել են էլի մարդիկ իրականում արդարության համար պետք է ասել արտաքին գործերի նախարարությունում։ Այո, շնորհակալ եմ հարցի համար։ Պետք է հստակությունը մտցնել, որպեսզի մարդկանց մոտ հանկարծ թյուրընկալումներ չլինեն։ Ես գրել եմ նոյեմբերի 10-ին իմ դիմումը եւ ինչպես նշել եմ իմ խոսքում, եթե արտաքին գործերի նախարարությունում դեռևս կան արդար ազնիվ մարդիկ, նրանք կհաստատեն դա, բայց որոշում ենք կայացրել, նաեւ ինձ նման նաեւ այլ մարդիկ են եղել, որ քանի որ այդ ժամանակը հիշեք, որ երկիրը այսպես անցումային մի փուլում է եղել, պատերազմի այդ շոկից հետո, որոշեցինք սպասել ընտրություններին։ Բայց ես դիմումս գրել եւ իջել եմ փողոց, ինձ մոտ նախապայման է եղել, որ եթե չեք ընդունում իմ դիմումը, այնուամենայնիվ ես իմ անհամաձայնությունը հայտնում եմ վարվող քաղաքականության հետ, ես իջնելու եմ փողոց, ուզում եք ինձ աշխատանքից հանեք։ Բայց շարունակում էլի։ Ներողություն եմ խնդրում, շարունակեմ ձեր բոլոր հարցերին անպայման պատասխանելու եմ։ Ու իջել եմ փողոց։ Դրանից հետո ընտրություններից հետո այնպես էր ստացվել, որ իմ սրտի տակ բալիկ կար ու ես գնացի երեխայի խնամքի արձակուրդ։ Ես հիշում եմ հուլիս-օգոստոս, նշեցին, որ սեպտեմբեր էր։ Կարող է նաև այդ մի ամսվա տարբերություն սխալ եմ ասել, ներողություն եմ խնդրում, չէի հիշում։ Եվ ես երեխայի խնամքի արձակուրդում եմ 21 թվականից մինչև 23 թվականը, երբ որ ես կարող էի շարունակել մնալ երեխայի խնամքի արձակուրդում, ես որոշեցի այնուամենայնիվ այդ ժամանակ դիմումս գրել եւ դուրս գալ արդեն ամբողջովին համակարգից։ Ես չէ, 23 թվականին իմ դիմումի համաձայն, 23 թվականի դիմումի համաձայն ես գրել եմ ու աշխատանքից ազատվել եմ։ Լսում եմ ձեր հարցերին։ Դուք ասում եք, որ հուսով եք, որ չեք ընտրվի։ Եթե չէիք ուզում այդ հանձնաժողովը ղեկավարել, խմբակցությունում եղել այդպիսի քննարկում, ինչու հենց ձեր թեկնածությունը առաջադրվեց։ Այդ օրը ոչ, ես մեծ ցանկություն ունեի այդ աշխատանքի պարտավորությունները ստանձնելու, բայց հենց այդ օրը 3 որոշականատես եղանք, որ այնուամենայնիվ հարցադրումների մեծ մասը չէր վերաբերում եվրաինտեգրմանը, այլ վերաբերում էին այլ հարցերի հետագայումից հետո։ Իհարկե, երեկվա քննարկումից հետո, իհարկե, որովհետև եթե չուզենայի, չէի էլ առաջադրվի անդրամաբանական կլիներ, ես պետք է ճիշտ մտցնեի իմ խոսույթը, որ երեկվա քննարկումներից հետո ես ինձ մոտ այդ ցանկությունը առաջացա, որ այնուամենայնիվ, բայց եթե հանկարծ
ընտրությունների արդյունքում ընտրվեմ, թեպուզ այդպես չեմ էլ կարծում օբյեկտիվորեն, ես ամբողջովին լծվելու եմ այդ աշխատանքին իմ ամբողջ ներուժով եւ ավելի զարգացնելու։ Իսկ ինչպես ճշտող հարց, ինչպես իշխանությունը պատկերացնում կառավարության որպես ծրագրի այդ շրջանակներում, հա, այդ գծի մեջ, թե ինչպես դուք եք պատկերացնում, որը չպիտի լինի գծի շարունակություն։ Նաեւ մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, համաձայնագրեր, հանդիպումներ, որ տեղի են ունենում մեր եվրոպական գործընկերների հետ, բայց երբ որ մենք տեսնում ենք, որ այսօր մեր գյուղացին չի կարողանում իր ապրանքը արտահանել դեպի Եվրոպա, երբ տեսնում ենք, որ բողոքի ցույցեր են տեղի ունենում, չէ, տեսնում ենք նրանք ճանապարհ են փակում, հաստատի հասկանում ենք, որ դեկլարատիվ բնույթի են այդ հարաբերությունները։ Իսկ մենք կողմնակից ենք բովանդակայինի, այսինքն ունենալ առնվազն այն, ինչ որ մենք ունենք այսօրվա Երևանպայմանագրային բազայից ելնելով, այդ ամենը իրականացնենք, հասկանանք ինչքանով ենք բավարարում այդ ստանդարտներին, այդ ստանդարտները եվրոպական ինչքան են բերում եւ տեղայնացնում մեր մարդկանց առօրյա կյանքում փոփոխություն բերում։ Եթե դա կարողանում ենք անել, հենց դա է մեր հիմնական նպատակը, բայց մինչ օրս մենք դա չենք տեսել եւ ինչպես հասկացա երեկվա մեր քննարկումներից քաղաքացիական պայմանագրի որդեգրած մոտեցումը այլ է։ Տիկին Հովսեփյան, բայց դուք ձեր բացման խոսքում նշեցիք, որ հույս ունեք չեք ընտրվելու, այդ ձևակերպումը փոքրինչ ձեզ համար հույս է փայփայում, որ դուք ավելի լավ է չընտրվեք, բայց նորեն նշեցիք, որ եթե ցանկություն չունենայիք չեք առաջադրվի, այդ դեպքում օրինակ ավելի լավ չէր թողնել իշխանությանը իրենք էլ ընտրեին գնային ավելի լավ ձևով։ Ես նշեցի իմ պատասխանը, որ երեկվա օրվանից հետո տրված հարցադրումներից հետո ես հասկացա, որ այնուամենայնիվ ինձ համար այդ հարցադրումները ուղղություն դուք ականատես եք եղել, հա, այսինքն բան չէ։ Ձեր դեմ են բոլորին։ Ես չգիտեմ մնացած բոլորին ինչպես է նրա տրամադրվածություն եւ այլն, բայց կոնկրետ երեկվա օրվա քննարկումներից հետո, հարցադրումներից հետո, նիստից հետո այն ինչ որ տեղի ունեցել, պարզ օրինակ, որ ես ուղղակի սայթակում է եղել, որ ասեցի հիբրիդային պատերազմի հետ կապված, չէ՞, հետո իրականում ի պատիվ նաև քաղաքացիական պայմանագրի հարցադրումը տրվող падգամավորը ինքը իհարկե հասկացա, որ իմ ամբողջ տեքստը դրանից հետո բխում է նրանից, որ մենք դեմ ենք դրան, այն շահարկումը, որ տեղի ունեցավ, ակնհայտ էր, որ նրանք փորձելու են այդ բոլոր մանիպուլյացիաները իրականացնել արդեն անձամբ։ Դրա համար ես իմ անձնական զգացմունքներից ելնելով երեկվա օրվանից հետո, նորից նշեցի ես հարցին պատասխանեցի, երեկվա օրվանից հետո մտածում եմ, որ ամենայնիվ չեմ ընտրվելու երևի, ինչ պատճառով որևէ կյանքում փոփոխություն չի լինելու եւ հույս ունեմ, որ չի։ Տիկին Հովսեփյան, դուք քաղաքական գործիչ եք այլևս եւ այդ փոքր հիասթափությունից հետո տենց որոշել, որ լավ կլինի, որ ձեզ չընտրեն հանձնաժողովի նախագահ, չեք կարծում, որ արդեն քաղաքական գործ չի եւ Չէ, տեսեք, ընդհակառակ ես նշեցի, որ ամբողջությամբ լծվելու եմ աշխատանքին, որ հանձնաժողովում էլ լինեմ, ամբողջությամբ մենք ֆրակցիայով եկել ենք ազգային ժողով աշխատելու անկախ կարգավիճակից, անկախ հանձնաժողովից, այնպես որ որևէ հիասթափություն չկա, բացարձակապես։ Որ ասեմ քաղաքականությունից դուրս գալու ցանկություն ունեք երեկվա քննարկումներից հետո միայն հանձնաժողովի Իհարկե ոչ։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Ես պարզապես հայտնեցի, որ երեկվա օրվանից հետո այդ ցանկությունը ինձ մոտ առաջացավ իսկապես։ Ասացիք, որ ձեր դեզերտացիա այո, որ հետևում է ազգային ժողովի նիստին, Տիկին Ղազարյանի հետո որևէ իշխանական պատգամավոր չի շահարկել, շահարկում գուցե սոցիալական հարցակերպը եղել է։ Դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, որ հարցի ավարտեմ, հա, շահարկումները եղան բոլոր դաշտերից, ես անգամ լավ երեկվեր հիշեցի, որ անգամ հիբրիդային պատերազմի մասով ունեի գրառում արված դերևս փետրվարի 3-ին, որտեղ որ հստակ դիրքավորումը հայտնում էի, այնպես որ բոլոր դեպքերում այդ փոքր ինչ-որ դրվագային, հա, այսպես ասենք, դրվագային հատվածները պարզ օրինակ էին մոտեցումների տարբերությամբ։ Ես ուզում եմ հասկանալ, հանրության մոտ գուցե
տարընկալում եղավ, այսինքն չտեսան ձեր երկխոսության Տիկին Ղազարյանի հետ այն հատվածը, որ դուք ասում եք սայթ հակում էր, հաջորդող միտքը Ղազարյանի մասին, բայց դուք շահարկում ասվածը տարածում եք խորհրդանի վրա, որն էլ պետք է ինձ։ Ես մի հատ դրվագային պահը ասացի եւ ասացի, որ դա շահարկվել է, կարող եք նշել տարբեր որ դաշտերի կողմից է շահարկվել, ինքներդ կարող եք տեսնել, ինքներդ կարող եք մոնիտորինգ անել ու հասկանալ։ Քաղաքագետներից մեկը գրառում էր արել, իդեպ ես այդ գրառման ներքո կոմենտ եմ գրել եւ ասել եմ, որ դուք լեզվական